բայց ասում եմ 8 պահում եմ։ Կարև Օլիմպոս ու մեր արդեն բավական մեծ լսարան։ Այսօր ինչպես տեսնում եք, կրկին Օլիմպավանում է եւ հետևելու ենք մեր ըմբիշների մարզումներին։ Ազատ ոճի ըմբիշների ցավոք սրտի մենք չկարողացանք ներկա գտնվել հունահռոմեականների մարզմանը, բայց ոչինչ, մեր գործընկերները Լիաննան եւ Միլենան մեզ լավ կադրեր են տրամադրել եւ հաղորդման ընթացքում դրանց դուք ականատես կլինեք։ Դե ինչ, Եվրոպա առաջնությունը սկսելու են հունահռոմեական ըմբիշները Ալբանիայում 2 օրից եւ Գոհար բավական երիտասարդ կազմ ունենք, արի ներկայացնենք եւ հասկանանք ինչ կարող ենք ակնկալել նրանցից։ Այո, այս անգամ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ, ինչպես Հասմիկը նշեց, նոր անուններ են լինելու Եվրոպայի առաջնությունում, սկսենք թեթև քաշային կարգից։ Ալբանիայում հանդես կգան Մանվել Խաչատրյանը, Սուրեն Աղաջանյանը, Կարեն Ասլանյանը, Սլավիկ Գալստյանը, Գասպար Տերտերյանը, Մալխա Սամոյանը, Սամվել Գրիգորյանը, Գևորգ Թաթևոսյանը, Հայկ Խլոյանը եւ Ալբերտ Վարդանյանը։ Ահա այսպիսի կազմ, Հասմիկ, խնդրում եմ մեկնաբանես ինչպիսի պայքար ես ակնկալում։ Նախ ասենք, որ իհարկե կզարմանան մեր հետևորդները, որ Արթուր Ալեքսանյանը չկա։ Վերջին տարիներին նա ոչ միայն մասնակցել է, այլ մեր առաջատարն է եղել, բազմաթիվ մեդալներ է նվաճել, բայց այս անգամ վնասվածք ունի եւ այս Եվրոպա առաջնությունը բաց կթողնի, փոխարենը Հայկ Խլոյանը կունենա հնարավորություն հանդես գալու եւ ուժերը փորձելու։ Ինքը իր հնարավորությունների չափով Խլոյան Հայկը այսօր պատրաստականությունը իր ֆորմայի ամենաբարձր մակարդակի վրա է։ Արթուր Ալեքսանյանը հիմա գորգի վրա է, բուժվել է Գերմանիայում, 1 ամիս բուժումներ է ստացել, հիմա եկել է փորձում է կարգավիճակը բարելավել։ Հիմա գտնում է բուժումների մեջ, բայց պարապում է։ Թողնում է միայն այս տարվա այս Եվրոպայի առաջնությունը։ Էլ ուրիշ առաջնությունների մասին մի 6 ամիս մի տար առաջ ոչ մեկից խնդրում եմ չխոսան։ Այո, տեսակ, որ նաև նոր անուններ ունենք, օրինակ Գասպար Տերտերյանը, որը երիտասարդների պայքարում իրեն լավ է դրսևորել, եւ ահա մարզիչները վստահելու են նաև մեծահասակների պայքարում։ Հայկ Խլոյանը եւս երիտասարդների պայքարում բավական մեդալներ ունի, ունեն մեդալներ նաև Սուրեն Աղաջանյանը, ունեն մեդալ պայքար են փակում քեզ։ Այսինքն այս տղաները այնպես չէ, որ նոր անուններ են, ուղղակի մեծահասակներում որոշները նշելու են իրենց նորամուտը, որոշները արդեն 2-րդ, 3-րդ տարին են մասնակցելու եւ հուսանք, որ կուտակած փորձը եւ նաեւ այն մեդալները, որոնք նվաճել են նրանք տարբեր տարիքային հավաքականներում, նրանց հնարավորություն կտա լավ հանդես գալ եւ իրենց արժեվ դրանց վատակներին հասնել մեծահասակների պայքարում։ Ես խոսք եմ, որ երիտասարդ թիմա գնալու, դրա համար երիտասարդներին բոլորին փորձում ենք այս տարի մեծահասակների Եվրոպայի առաջնությանը։ Մենք անցել ենք 4 էտապներ, 2 միջազգային մրցաշարեր, Եվրոպայի առաջնություն 23 տարեկանների, անցած էտապները ամեն ինչ նորմալ անցկացվել ենք, ունենք մանր-մունր վնասվածքներ, դա մրցումային փուլին մեզ չի կարող խանգարել եւ պատրաստականությունը նորմալ է, մնացածը արդեն մրցումային փուլում տեսնենք արդեն ով ինչքով կարող է իր պարապածը, իր գիտելիքները դրսևորի գորգի վրա։ Երիտասարդության եւ փորձի հավաքական է այս անգամ, ունենք Մալխա Սամոյան, որի 5-րդ մեդալն է փորձելու նվաճել, Կարեն 5-րդ ոսկի։ 5-րդ ոսկին կներեք, որտեղ մեդալները շատ են։ Ունենք Կարեն Ասլանյան, որը նախորդ տարի արծաթե մեդալակիր է դարձել եւ մեզ խոստացել է մեր հարցազրույցում, որ այս տարի այն ոսկի է դարձնելու եւ մենք միմյանց խոստումներ ունենք տված, թե ինչ գտեք նրա թողարկումը եւ դիտեք։ Գիտեք, այո, Բարև Օլիմպոսում կա Կարեն Ասլանյանի այդ խոստումը։ Կարեն լսիր։ Այո, Սլավիկ Գալստյան նույնպես պետք է փորձի նոր մեդալ բերել, նա աշխարհի առաջնությունից հետո մեծ հյուրընկալվել եւ իհարկե ձգտելու է էլի ոսկե մեդալ նվաճել։ Մեր հյուրն է եղել նաև Մալխա Սամոյան։ Այս մի տարվա ընթացքում հասցրել ենք բոլորի հետ խոսել բացառությամբ Արթուր Ալեքսանյան, եւս մեկ անգամ մենք քեզ սպասում ենք մեր տաղավարում։ Եվ այսքան էին հունահռոմեականներ, իհարկե մեդալներ անպայման սպասելու ենք, հաջողություն ինչպես միշտ մաղթում ենք եւ մնացածը ձեր արդեն տղաներ ուսերին է եւ ձեր ձեռքերում է։ Ասենք ազատ ոճայիններին նրանք ծանր մարզումներ են հիմա անցկացնում։ Կազմը ասահասվիկ։ Այո, Հաբեթնակ Կուրգինյանը ոչ բոլոր քաշային կարգերում է հայտավորել մարզիկներ, բայց ովքեր էլ մեկնելու են, նրանցից ակնկալիքներ կան։ Ուրեմն այսպես, Եվրոպա առաջնությունում նորից հանդես կգան Մանվել Խնձրցյանը, 57-ում, 61-ում փորձարու Արսեն Հարությունյանն է, 65-ում էլի ոչ պակաս փորձարու եւ մեդալակիր Վազգեն Թևանյանն է, 70-ում Դավիթ Մարգարյանն է,
74-ում Նարեկ Հարությունյանը, Հրայ Ալիխանյանը 79-ում հանդես կգա, Մուշեղ Մկրչյանը 92-ում եւ Խաչատուր Խաչատրյանը Գերծանր Քաշային կարգում։ Սպասում եմ իրանցից լավ գոտեմարտ եւ ինձ թվում է իրանք կարողանան լիարժեք իրանց հնարավորություններով ներկայանան։ Իսկ արդյունքն ինչ կլինի, արդեն բորգը ցույց կտա։ Լիարժեք իրանց հնարավորություններով ներկայանան։ Հավաք ենք ունեցել միջազգային Վրաստանում մի քանի երկրների հավաքականների հետ եւ վերջի հավաքը անցկացնում ենք այստեղ Երևանում։ Տղաները լավ մարզավիճակում են, մասնակցել են մի շարք միջազգային մրցաշարերի, հաղթող եւ մրցանակակիրներ են դարձել։ Մինչ տղաներին անդրադառնալ, ասենք, որ մեր մյուս տիտղոսակիր մարզիկը Արման Անդրեասյանը խնդիրների վնասվածք ունի, այո, ողի ինձ ասմիկ եւ նա բաց է թողնելու Եվրոպայի այս առաջնությունը։ Հաշվի առնելով մեր փորձառու մարզիկներին, օրինակ թիմում ներկապահին Արսեն Վազգեն, իրանցից ամենաբարձր մեդալը սպասելի է, իրանք արդեն Եվրոպայի չեմպիոն եղել են, Արսենը ոչ մեկ անգամ։ Մնացածը երիտասարդ մարզիկներ են, կփորձեն մեդալ նվաճել։ Երիտասարդ մարզիկներ կան, 23 տարեկաների Եվրոպայի առաջնությունում ունեցանք մենք մեդալակիրներ, բայց 23 տարեկաները դա դեռ մեծահասակներ չի։ Ասենք, որ մյուս շաբաթը շատ սպորտային է լինելու եւ մեր ալիքում եւ առհասարակ Եվրոպայում ունենք 3 Եվրոպա առաջին, եթե մյուսներին այսպես տարանջատենք, հունարոմեականները, ազատները, ծանրամարտը եւ աշխարհի գավաթ ունենք Բրազիլիայում բռնցքամարտիկները։ Բայց միջ այդ ասենք, որ նախորդ տարի Հայաստանի ազատ ոճի հավաքականը ոսկե մեդալ չի ունեցել Եվրոպայի առաջնությունում եւ սա ինչ որտեղ բաց թողում թե ինչու բաց թողում, էլի մեր հյուրն է եղել Հավետնակ Կողինյանը, նա բացատրել է դրա մասին, բայց նախորդ տարի մեզ մոտ Արսեն Հարությունյանը եւ Արման Անդրեասյանն են դարձել արծաթե մեդալակիրներ, իսկ Վազգեն Թևանյանը բավարարվել էր բրոնզով, կարծում եմ այս անգամ նրանք ոչ միայն նրանք, բոլոր այս ներկայացված մեր ըմբիշները պարտավոր են ավելի լավ գույնի մեդալներ նվաճել, ավելի շատ մեդալներ։ Մանվեր Խնձրցյան, դու եւս մեզ խոսք ես տվել մեդալի հետ կապված։ Յուրգալ մեզ։ Սպասում ենք քեզանից մեդալ եւ մյուս տղաներից եւս։ Նրանք պետք է դրսևորեն իրենց եւ սա նրանց համար նաեւ լավ հնարավորություն է, քանի որ գիտենք սկսում է օլիմպիական վարկանիշային այսպես փուլը, նրանք մեկնարկը թող տան Եվրոպայի առաջնությունով եւ աստեն առաջ։ Եվ իհարկե աշխարհի առաջնություն, նոր մեդալներ, նոր պայքար, հաջողություն ենք մաղթում բոլորիդ, մեզ էլ այդ թվում, որովհետև շատ ենք աշխատելու մյուս շաբաթ, իսկ դուք բաց չթողնեք մեր թողարկումները եւ բաժանորդագրվեք եւ նոր ընկերների լավիրեք բաժանորդագրվելու մեր հետ։ Ձեզ հետ ինչպես մենք էինք, իսկ մենք Կոհարն ու Հասմիկն ենք, դեռ չգիտեք։ կհանդիպենք Բարև Օլիմպոսում։